Բարի երեկո, առաջին ալիքի եթերում այլ ոճով հաղորդումն է։ Բազմազավակ Մայրիկի Արորյան լիովին փոխել է նրա կենսակերպն ու ոճը։ Նա անընդհատ հետաձգում է զգեստապահարանի թարմացումը սպասելով քաշի փոփոխություններին։ Նախկինում նրա ոճով զբաղվում էին քույրերը, այժմ դուստրը։ Հենց նա էլ համոզել է Կարինեին դիմել կերպարանափոխությանը։ Ողջույն Կարինե։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Կարինե, ինչպես արձագանքեցիր, երբ դուստրդ առաջարկեց մասնակցել այլ ոճով հաղորդմանը։ Շատ ուրախ արձագանքեցի դստերս առաջարկին, որովհետև արդեն ես էլ հոգնել եմ միշտ նույն ոճի մեջ, միշտ արագ տեմպերի մեջ, շատ ուրախացա եւ ոգևորվեցի, որ մասնակցելու եմ ձեր հաղորդմանը։ Արդեն երկար ժամանակ է, որ ես քույրիկներիս հետ առանձին եմ ապրում, նրանք այլ երկրում են եւ միշտ միասին են կատարել գլումներ, նրանք ինձ օգնել են այդ հարցում, իսկ հիմա դուստրս բավականին մեծ է եւ ես նրա կարծիքը հաշվի եմ առնում եւ լսում եմ նրա խորհուրդները։ Սա եւս ժամանակի սղության հարց է, որ նա է զբաղվում, որովհետեւ ժամանակ չես գտնում գնալ գնումների։ Այո, երևի դա է ժամանակը, 3 բալիկների հետ շատ բուրն է անցնում առօրյա։ Բազմազավակ Մայրիկի Արորյան շատ խիստ զբաղված է, կարող ենք ասել։ Այո։ Իսկ ինչպես ընտանիքի մյուս անդամները արձագանքեցին։ Մայրս շատ ուրախացավ, նա միշտ հետևում է այդպիսի հաղորդումներին եւ ասաց, որ պատկերացնում էի, որ մի օր էլ դու կմասնակցես նման հաղորդմանը եւ շատ ուրախ արձագանք տվեց, այո։ Բայց ամուսինս մի փոքր զարմացավ, որ ես կարողացել եմ ժամանակ տրամադրել եւ մասնակցել նման հաղորդմանը, բայց բարի արձագանքներ լսեցի։ Սա շատ կարևոր է, որ ընտանիքի անդամները քո կողքին լինեն այս ամբողջ ընթացքում, կերպարանափոխության ընթացքում։ Այո։ Եվ հետաքրքիր է, ինչպիսի ոճ ես ունեցել մինչ մայրանալը, մինչ խիստ զբաղված լինելը, ինչպիսին է եղել քո ոճը։ Մինչ մայրանալը ավելի դասական եմ հագնվել, աշխատանքի բերումով հագել եմ կոստյումներ, զգեստներ, ավելի կարճ եմ հագնվել եւ բարձրակրուն կոշիկներ եմ կրել։ Բայց հիմա առօրյայում կրում եմ ավելի հանգիստ, թեթև, որ վազքիս հետ կարողանամ համատեղել հարմարավետությունը, այո, առաջին պլան է գալիս։ Այո։ Լավ, իսկ կհիշես, երբ եղավ, որ սկսեցիր գնել այդ հարմարավետ լայն հագուստը։ Մոտ 7 տարի առաջ փոքր բալիկիս ծնվելուց հետո ես կտրուկ գիրացա եւ այդ պատճառներ, որ ուզում էի թաքցնել զգեստի տակ իմ կազմվածքը, զուտ դա է եղել պատճառը։ Քաշի փոփոխության պատճառով, այո։ Ում արձագանքին ես ամենից սրտատրոփ սպասում։ Քանի որ դուստրս է կազմակերպել այս ամեն ինչը, ես իհարկե սպասում եմ նրա արձագանքին։ Եվ քանի որ նա է զբաղվում քո ոճով։ Այո, շատ ժամանակ նրա խորհուրդները ես ընդունում եմ եւ նա է անհամբեր սպասում իմ կերպարանափոխությանը։ Կերպարանափոխության որ փուլին ես ամենից շատը դու սպասում, որովհետև մենք ունենք նաև վարսերի փոփոխությունը, դիմահարդարումը։ Ես ավելի շատ սպասում եմ վարսերի փոփոխությանը, որովհետև վախենալու է, դե ավելի է վախեցնում։ Որովհետև եղել է ժամանակին, որ տարբեր գույներ քույրիկս նորից ներկել է մազերս, փորձարկումներ արել, բայց վաղուց փոփոխություն չեմ կատարել մազերիս գույնի մեջ։ Իսկ կա որևիցե մի բան, որ երբեք չես անի վարսերիդ հետ։ Ինձ թվում է կարճ վարսերը, այո, կարճ սանրվածքը ինձ այդպես է թվում, որ այս իմ դեմքի հետ չի համահունչ լինի։ Դե քանի որ տարիներ շարունակ քույրերդ են զբաղվել քո ոճով, հիմա դուստրդ, դու ինքնուրույն ոճի փոփոխություն երբևիցե չես արել։ Երբևիցե չեմ արել։ Եվ այո, դու ճիշտ տեղում, ճիշտ ժամանակ հայտնվել ես։ Այլ ոճով հաղորդաշարը հենց քեզ համար է։ Շատ ուրախ եմ, որ եկել եմ ձեզ։ Իսկ կտրուկ փոփոխությունների պատրաստ ենք։ Պատրաստ եմ, այո, իհարկե պատրաստ եմ։ Լսեցինք, պատրաստ է, գնացինք։ Շարժվենք առաջ։ Այո։ Ես Մայրիկի հետ շատ անգամներ դիտել էի հաղորդումը եւ ուզում էի, որ Մայրիկը կերպարանափոխվել եւ նրա հետ ընդհանուր խոսեցինք եւ հասկացանք, որ նա պետք է մասնակցի հաղորդմանը։ Քանի որ գնումների ժամանակ Մայրիկը չի կողմնորոշվում, չի կարողանում իրեն ընտրել հագուստ, ես նրան միշտ նրա կողքին եմ եւ փորձում եմ օգնել ճիշտ համադրել հագուստը։ Քանի որ Մայրիկը շատ հոգսաշատ է, ես ավելի շատ նրան հագուստներ եմ պատվիրում եւ իմանալով իր բնավորությունը, վստահ եմ, որ նա կկրի։ Մայրիկը շատ է նեղսրտում իր ավելորդ քաշից, բայց ես չեմ կարծում, որ դա պատճառ է, որ նա չկարողանա գեղեցիկ հագնվել եւ այդ առումով միշտ նրան աջակցում եմ։ Կարծում եմ, որ ոճաբանները ճիշտ հագուստ են ընտրել Մայրիկին եւ վերջում մենք շատ գոհ ենք լինելու։
Նրա ոճի բաղկացուցիչ մասն կազմում է առօրյա ազատ ոճի զգեստները։ Ընտանիքի եւ երեխաների մասին մշտապես հոգալով նա շատ հաճախ մոռանում է ինքն իրեն ժամանակ տրամադրել։ Նրա կառուցվածքին համապատասխան հագուստ, իսկ կերպարին համապատասխան սանրվածք եւ դիմահարդարում կօգնեն ընտրել ոճաբան Աննա Սողոյանը, դիմահարդար Լիդիա Ավետիսյանը եւ ոճաբան վարսահարդար Հասմիկ Մանուկյանը։ Ողջույն։ Ես ուզում եմ ձեզ տալ Կարինեի լուսանկարները, որ ել ավելի լավ պատկերացում կազմեք թե նրա ոճի եւ թե նրա կերպարի մասին։ Եվ պատմեք ձեր քայլերը, որոնք են լինելու։ Կարինեի նկարներին նայելիս տեսնում եմ, որ նա փորձում է Քողարկել, այո, կազմվածքի որոշ առանձնահատկություններ, բայց այստեղ նաև օգտագործում է պրինտեր գույներ բավականին շատ։ Տարատեսակ պրինտերը շատ հաճախ էլ ավելի են ընդգծում այն, ինչը մենք փորձում ենք քողարկել։ Շատ ճիշտ նկատառում արեց Աննան։ Լիդիա, երբ նայում ես Կարինեի դիմագծերին, ինչպիսի դիմահարդարում ես պատկերացնում եւ ամենակարևորը, թե ինչ գույների մեջ ես այն պատկերացնում։ Դիմահարդարումը առհասարակ ես ավելի շատ ոճաբանի եւ վարսահարդարից հետո կասեմ իմ կարծիքը, բայց այսպես որ գունային մասը, բայց այսպես որ նայում եմ Կարինեին, հիմնական խնդիրը դեմքը մի փոքր ավելի պետք է օվալ սարքենք, երևի շատ այստեղ ինձ ավելի կօգնի կոնտուրինգի տեխնիկան, որը շատ կօգտագործեմ Կարինեի դեպքում եւ նատուրալի մեջ կթողնեմ դեմքը։ Լավ, գունային գամաները մի բացիր փակագծերը, Հասմիկի հետ հասկանանք վարսերը, որովհետև Կարինեն չի կարողանում հագուստ ինքն իրեն գնել, ոչ ընտրել եւ նաեւ վարսերի հետ կապված չի կողմնորոշվում, թե ինչ սանրված կամ ինչ գույն ընդհանուր առմամբ իրեն կսազի։ Կարինան ունի, ինչպես նկարում երևում է, գունաբացված մազեր եւ բավականին աճած մազեր։ Մենք այս գունաբացված մազերը նորից կթարմացնենք, քանի որ իրեն շատ սազում է եւ լայն ճակատ ունի նաեւ Կարինան եւ ես կուզենամ ինչ որ մազափունչ իրեն ավելացնել, քանի որ իր դեմքը ավելի օվալը, ավելի ընդգծվի եւ ավելի համահունչ լինեն իր դիմագծերը։ Կտրուկ փոփոխությունների չսպասենք վարսերի հետ կապված, օրինակ շիկահեր Կարինեին չենք տեսնի։ Չենք տեսնի շիկահեր։ Իսկ ինչու՞ չի լինի կտրուկ փոփոխություն վարսերի հետ։ Կարծում եմ, որ մենք նաև ունենք խնդիր հստակ Կարինեին ցույց տալ ել ավելի երիտասարդ։ Շիկահեր չենք պատկերացնում, որովհետև շիկահերը միանշանակ բոլոր տարբերակներում տարիք է ավելացնում։ Իսկ մուգ մազերը։ Մուգ մազերը կարելի է ինչու ոչ, բայց քանի որ մազափունջ ավելանալու է, ես դա շատ հավանեցի։ Կարծում եմ, եթե մի փոքր բաց երանգով, հա, արտահայտիչ վայո մազափունջեր թողնենք։ Ինձ հիմա հետաքրքիր է վիզուալ, եթե մենք մազափունջ ենք ավելացնում, դա ավելի օվալ է սարքում դեմքը, իսկ եթե մենք օրինակ մուգ սև գույնի վարսեր ունենանք երկար, ուղիղ, դա ավելի այսպես սլացիկ չի սարքում։ Կարինեի դեպքում ոչ։ Եվ դեմքը եւ մարմինը։ Ես նաեւ մի նկատառում ունեմ իրականում, պետք է հաշվի առնել նաեւ մաշկի գույնը եւ Կարինեի դիմագծերի եւ դեմքի գույնի հետ ես միանշանակ մի քիչ բնական եւ մի քիչ բաց երանգներ եմ տեսնում։ Կարծում եմ, որ սևը նրան ավելի մաշկի գույնը ավելի անգույն կդարձնեն, իսկ ես ուզում եմ, որ մենք ստեղծենք առողջ գեղեցիկ մաշկի գույնով կերպար, որին նաեւ կնպաստեն Հասմիկի կողմից նկատառված եւ պլանավորվող վարսերի փոփոխությունը։ Իսկ հագուստը ինչ գույների մեջ ես պատկերացնում, Աննա։ Հագուստը քանի որ պրինտերից դուրս են գալիս։ Պրինտերից դուրս են գալիս, բայց պրինտերին դեմ չենք, բայց այս պարագայում դուրս են գալիս մի փոքր ժամանակահատվածով։ Փորձելու ենք մաքսիմալ նաև քչացնել մուգ երանգները, որոնք կարծես թե անընդհատ այդ քողարկող վարակույրի դերն են խաղում եւ դժվար է այդ դեպքում ցույց տալ քո բնավորությունը, քո անհատականությունը։ Միշտ նույն գույնի մեջ։ Այո, կարծում եմ, որ այն ինչ որ Կարինեն նշել է, որ չի կրել, բաց երանգներ։ Կուզեմ, որ եթե ստացվի ամբողջական կերպարը ունենանք բաց երանգների մեջ։ Ահա, կտրուկ փոփոխությունը հագուստի միջոցով է լինելու։ Իսկ հիմա դիմահարդարման գույները արդեն իսկ պատկերացրեցիք, Այո, արդեն պատկերացրեցի, աչքերը կընդգծենք ավելի շուտ Կարինեի դեպքում, իսկ շուրթերը կթողենք նյուդ երանգների մեջ։ Հիմնականում Կարինեի դեպքում աշխատելու ենք դեմքի օվալի հետ։
Ես համոզված եմ, որ Կարինեի այդ աշխատանքը ձեզ միայն հաճույք է պատճառելու եւ շատ համահունչ է անցնելու այդ process-ը, այնպես որ ձեզ մաղթում եմ հաջողություն։ Շնորհակալություն։ Մասնագետների հետ քննարկումն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Այս դեպքում բոլորս համակարծիք ենք, թե ինչ նոր կտրվածք, նոր գույն եւ արտաքին դիմահարդարում ենք ցանկանում անել Կարինեին։ Վարսերի նոր երանգը կարծում ենք, որ ել ավելի կթարմացնի Կարինեի տեսքը եւ կտա նրան ինքնավստահություն։ Ավարտեցինք ոճաբանի եւ դիմահարդարի հետ քննարկումը, որի արդյունքում որոշեցի, որ Կարինեի դեմքի օվալը ընդգծելու համար պետք է Կարինեի դիմային հատվածում անել մազափունջ, քանի որ նախկինում Կարինեի մազերը արված էր գունաբացում բալայեշ տեխնիկայով, ես որոշեցի, որպեսզի կթողնեմ այդ տեխնիկան նույնությամբ, ուղղակի ավելի կբարձրացնենք Կարինեի վարսերի բաց երանգը։ Եվ մեզ հարց տրվեց, որ ինչու Կարինեի երանգը չմքացնենք, ավելի երկար վարսերը չթողենք, այլ գունաբացենք եւ ավելի կարճացնենք, քանի որ մենք ունենք լայն ճակատի խնդիր եւ Կարինեի դիմագծերը պետք է ել ավելի նեղացվի, այդ իսկ պատճառով մենք Կարինեի վարսերը մի փոքր կկարճացնենք, դիմային հատվածում կանենք մազափունջ, որպեսզի Կարինեն ունենա ել ավելի երիտասարդ տեսք։ Մասնագետների հետ քննարկումը ավարտեցինք եւ ոճաբանի եւ վարսարդարի հետ միասին որոշեցինք, որ շեշտը կդրվի ավելի շատ աչքերի վրա, իսկ շրթներ կթողենք նյութ երանգների մեջ, ինչպես այս տարի շատ նորաձև է, եւ հիմնական խնդիրը կլինի դեմքի օվալի հետ աշխատանքը։ Կարինեն վաղուց ինքնուրույն չի թարմացրել իր զգեստապահարանը եւ սիրով կրում է այն հագուստը, որը գնում է իր համար դուստրը։ Այսօր ոճաբան Աննա Սողոյանի հետ միասին մենք կվերլուծենք Կարինեի զգեստապահարանը եւ կառաջարկենք ոճային եւ նորաձև համադրություններ։ Աննա, նայելով Կարինեի զգեստապահարանին, որ հագուստը առաջին հերթին գրավեց քո ուշադրությունը։ Կարինեի զգեստապահարանը մինչ վերլուծելը մենք նաև ունեցել ենք զրույց, որտեղ մոտավոր նա պատմել է իր զգեստապահարանի մասին եւ այստեղ բերված նմուշներից կցանկանայի առանձնացնել այս սեթային տարբերակը, որը կարծում եմ շատ լավ փրկիչ օգնական է յուրաքանչյուր պահի գեղեցիկ տեսք ունենալու, չմտածելու թե ինչը ինչի հետ է համադրում։ Միայն թե կխնդրեի, որ հագուստի մեջ ավելի շատ բնական կտորներ ներառվեր։ Իսկ որ հագուստը, որ գույնը եւ պրինտը կառանձնացնես, որը չի գնում նրա կառուցվածքի, Կարինեի կառուցվածքի կամ մաշկի գույնի հետ, օրինակ։ Առաջին հերթին նայելով զգեստերին, բնավորության գիծը դժվար է հասկանալ Կարինեի, որովհետեւ նրանք շատ տարբեր են։ Իսկապես որ տարբեր են։ Այո, եւ որպես բնավորություն, որպես մարդուն առանձնացնող հատկություն, այստեղ շատ տարբեր իրեր եմ տեսնում։ Լուսնե կխնդրեմ իստալ առաջի պիջակը, այն իսկապես գրավեց իմ ուշադրությունը։ Կտորի պրինտը, գործվածքը միշտ նորաձև է, այսինքն այն միշտ կարելի է գրել, բայց ունի մեկ մինուս, չունի օձիք։ Պիջակը պարտավոր է ունենալ օձիք, որպեսզի ճիշտ եւ գեղեցիկ ցույց տա տվյալ անձի կազմվածքը, այս դեպքում Կարինեի կխնդրեմ, որ միշտ ունենալ օձիքով պիջակներ։ Իսկ այդտեղ գույնը գունային մի փոքր ես վախենում եմ, կարելի ասպես ասել, այս գույնից, որովհետեւ Կարինեն չի վախենում եւ դուստրը չի վախենում Կարինեին։ Ինքը մի փոքր ավելի պարտադրող է։ Մեզ հարկավոր է, որպեսզի Կարինեն հետագայում իր զգեստապահարանում գույները ինչ որ չափով տոնայնությամբ իրար մոտ լինի, որպեսզի կարողանա համադրություններ անել։ Կարինե, ինձ հետաքրքիր է, թե քո դուստրը ինչի վրա է առաջին հերթին ուշադրություն դարձնում, երբ պատվիրում է կամ գնումներ է կատարում քեզ համար։ Առաջինը ուշադրություն է դարձնում, որ ինձ հարմարավետ լինի եւ իմ գերվիճակը ծածկվի, ամենակարևոր բաղադրիչը դա է, որ ես ինձ հարմար զգամ եւ իմ մարմնի թերությունները ծածկվեն։ Կարինե, նաեւ գիտենք, որ դու դժվարանում ես տաբատի ընտրության հարցում եւ ինչի վրա ես ուշադրություն դարձնում տաբատ ընտրելիս։ Վերջին ժամանակներում ես դասական տաբատները փոխարինել եմ ավելի հարմար ջինսային տաբատներին եւ լայն ջինսեր եմ կրում։
Հասկանալի է։ Եթե կիսաշրջազգեստները անպայման։ Այո։ Աննա, մի քանի խորհուրդ, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք տաբատ ընտրելիս, նաև ինչ գործվածք, ինչ պրինտեր, ինչ գույներ խորհուրդ կտաս։ Քանի որ խոսքը գնաց այն մասին, որ Կարինեն ուզում է իր մարմնի կառուցվածքը ավելի գեղեցիկ ցույց տալ, այստեղ համար մեկ խորհուրդ եւ թաքցնել, այո, որոշ նյուանսներ, որոնք Գրեթե բոլորս էլ ունենք նման խնդիրներ, ես այստեղ համար առաջին խորհուրդը, որ կտամ Կարինեին, չֆիքսվել մուգ գույների վրա։ Շատ պետք կարծրատիպ է ստեղծված, որ մուգ գույները միշտ ավելի սլացիկ են կազմվածքը ցույց տալիս, բայց մենք կփորձենք ապացուցել դրա հակառակը այս եթերում։ Հավատում ես Կարինե։ Չեմ հավատում, մինչև չտեսնեմ։ Իսկ տաբատի ընտրության հարցում կլինի դա դասական, ենթադրում եմ ինչու է անցել ջինսերի, որովհետև ջինսերը միշտ ավելի ծանր, ավելի կոշտ կտորներ են եւ ավելի կոմֆորտ ես զգում, այսինքն շատ բաներ թերություններ թաքնվում են, այստեղ կարելի է այո նույնը փոխել դասականի, բայց ընտրել ավելի ծանր կտորներ։ Շատ բարի։ Կհետևեմ ձեր խորհուրդներին։ Նաև Աննա, պիտի ասեմ, որ Կարինեն խուսափում է գնումներ կատարելուց, հենց ինքնուրույն չի սիրում գնալ եւ գնումներ կատարել, նաև այստեղ պետք է աշխատենք, որպեսզի գնումների ընթացքը ավելի հետաքրքրանա եւ Կարինեն սկսի հաճույք ստանալ։ Այո։ Մեծ սիրով կօգնեմ այդ հարցում, կարծում եմ պարզապես պետք է ադապտացվել ներկայիս խանութներին, փորձել հասկանալ որտեղ ինչ տեսականի կա, ինչու՞ չէ նաև տեսականներին նախորոք ծանոթանալ on-line, որպեսզի ժամանակի կորուստ չունենանք։ Եվ միանգամից կարողանաս ընտրություն կատարել։ Ես կարծում եմ Աննայի խորհուրդները այսպես լավ տպավորվեցին, Կարինե։ Այո, շատ դիպուկ են։ Եվ մենք կարող ենք արդեն անցնել հաջորդ փուլին։ Շատ լավ։ Հանդիպեցինք ոճաբան Աննայի հետ, նա շատ լավ խորհուրդներ տվեց ինձ, ես կընդունեմ նրա խորհուրդները, խորհուրդ տվեց, որպեսզի կրեմ տաբատներ, լայն եւ ծանր կտորից եւ բաց գույների մեջ ընտրությունս կատարեմ, որպեսզի իմ դեմքի հետ եւ մաշկից գույնի հետ համահունչ լինի։ Կարինեի հետ զգեստապարանի վերլուծության ժամանակ մենք մանրամասն քննարկել ենք բոլոր այն խնդիրները, որոնց նա բախվում է հագուստ ընտրելիս։ Այս պարագայում մենք նաև քննարկել ենք, թե ինչ կտորներ, ինչ գործվածքներից նա պետք է հագուստ ընտրի, քանի որ հագուստի միջոցով մենք ունենք նպատակ քողարկելու կառուցվածքի որոշ առանձնահատկություններ։ Նաև խոսել ենք ձևվածքների մասին, որ պարտադիր չէ միշտ կրել լայն հագուստ, շատ դեպքերում հարկավոր է ճիշտ հագուստ ընտրել իր մարմնի կառուցվածքին համապատասխան։ Աննա, մենք մեծ ոգևորությամբ սպասելու ենք ձեր ընտրությանը եւ Կարինե իսկապես ուզում եմ ձեզ տեսնել կտրուկ ոճային փոփոխված։ Արդյոք պատրաստ եք։ Այո, իհարկե պատրաստ եմ։ Մի փոքր լարված վիճակ է, բայց պատրաստ եմ։ Կարծում եմ Կարինե ձեր լարվածությունը կանցնի Աննայի օգնությամբ։ Պատրաստ ենք։ Պատրաստ ենք։ Անցնենք աշխատանքի։ Աննա, ես ու Կարինեն ուշադիր լսում ենք քո խորհուրդներին, որպեսզի հասկանանք ինչպես կողմնորոշվել խանութում հագուստ ընտրելիս։ Կարինեի հետ շփվելուց արդեն նրա հանգստությունը դա շատ մեծ ուժ է տալիս եւ ոգևորությունից։ Կարինե ջան, արի անցնենք, հասկանանք ինչ ենք ընտրելու։ Սկսում ենք աքսեսուարներ։ Մենք աքսեսուարից, մենք քանի որ մի փոքր զրույց ենք ունեցել եւ տրենդային պայուսակների մեջ Կարինեն նախընտրում է փոքրիկ պայուսակներ։ Ես պայուսակը վերցնեմ, ըստ պայուսակի հասկանանք, թե որ զգեստը կարելի է արդեն համադրել։ Այստեղ գիտես, ես խայքի զգեստն եմ տեսնում։ Այս գեստի տարբերակը, բայց իհարկե կարող ենք համադրել նաև կիսաշրջազգեստ, եւ որևիցե բլուզ, հա? Եվ որևիցե բլուզ, այո։ Ահա նայել ես նա այս գեստը, իսկ հիմա շատ համապատասխան է լինելու։ Կարինե, ինչ կասես։ Շատ լավ, այո։ Պայուսակն էլ կարող եմ պահել, ըստ դրա կհասկանանք, բայց այո, ես կարծում եմ, որ ճիշտ ընտրություններ կատարել ենք այստեղ։ Այո։ Այստեղից կարող ենք նաև 90-ականներից այսպես ասած, հա, ռետրո ոճի, բայց շատ սիրուն է։ Շատ սիրուն է ու շատ բացում է, հենց։ Նայ բաց գույնը ինչպես է սազում։ Եկեք սա էլ վերցնենք փորձելու համար։ Եկեք, անպայման։
Երկար ժակետը մեր զգեստապահարանի բազային իրերից մեկն է, որը կարելի է համադրել տարբեր ոճերի հետ։ Այն եւ հարմարավետ է, եւ ընդգծում է կանացիությունը։ Ես արդեն մի քանի հետաքրքիր մտքեր ունեմ, ուզում եմ փորձել եւ կիսվել ձեզ հետ։ Սպիտակ բարձգեստը մի ակնթարթում դառնում է էլեգանտ եւ ոճային, երբ այն համադրում եմ այս յուրահատուկ կարդիգանի հետ։ Սպիտակ զգեստը փոխարինում եմ սև ատլասե զգեստով, ավելացնում կիսաճտքավոր կոշիկները եւ կարդիգանի վրայից գրում եմ բարակ գոտի։ Ինչ շատ է դուր գալիս այս համադրությունը։ Իսկ երրորդ կերպարի համար ընտրել եմ տաբատի ու վերնաշապիկի պարզ, բայց շատ հարմարավետ համադրությունը։ Աշնանային զով երեկոների համար հրաշալի լուծում է։ Աննայի հետ գնումներ ինձ շատ հեշտ տրվեցին, ես վաղուց այդպիսի թեթև գնումներ չէի կատարել, նրա ճիշտ որոշումը ինձ շատ դուր եկավ եւ ես կհետևեմ նրա խորհրդին։ Գնումների փուլը շատ թեթև է անցել Կարինեի հետ, նրա էներգետիկան կարծես թե փոխանցվեց նաև ինձ եւ մենք շատ հեշտ ընտրություն կատարեցինք։ Կարինեն գրեթե բոլոր հարցերում վստահեց ինձ եւ փորձեց այն բոլոր հագուստները, ինչ որ առանձնացրել է։ Արդյունքում մենք ստացանք նոր կերպար Կարինեի համար, այնպիսի երանգներով, որոնք նա միշտ խուսափել է կրել։ Մասնագետների հետ քննարկման արդյունքում ոճաբանի եւ վարսարդարի հետ մենք ընտրեցինք ընդհանուր կերպարը, որին ավելի համահունչ կլինի դիմահարդարումը դասական ոճի մեջ, կաշխատեմ դեմքի ուրվագծերի հետ եւ կօգտագործեմ կոնտուրինգի տեխնիկան։ Աչքերի հետ կաշխատենք ավելի բնական գույներով, սրճագույն, դեղցի գույն, որպեսզի ընդհանուր ստանանք թարմ դիմահարդարում։ Իսկ շուրթերը կթողենք նեյտրալ։ Կարծում եմ դիմահարդարումը համահունչ կլինի ընտրված կերպարի հետ եւ մեր հերոսուհին գոհ կմնա արդյունքից։ Ես առօրյայում շատ քիչ եմ դիմահարդարվում, ինձ դիմահարդար Լիդիան խորհուրդ տվեց, որպեսզի ընտրեմ դեղցի երանգները եւ ավելի բաց երանգները, քանի որ առիթների ժամանակ էլ շատ մուգ շպար չեմ անում, ես կհետևեմ նրա խորհուրդներին եւ անհամբեր սպասում եմ նրա ոճափոխության ու դիմահարդարմանը։ Քանի որ դիմահարդարումը լինելու է ավելի բնական գույների մեջ եւ պետք է ավելի նեղացվի Կարինեի դիմագծերը, որոշեցի, որպեսզի նախկինում արված գունաբացումները արտահայտիչ լինեն, պետք է սանրվածքի միջոցով Կարինեի դիմագծերը ավելի նեղացնենք, շերտերը լինելու են քողարկված շերտեր եւ մազափունջ այս դեպքում չի լինի, քանի որ մենք պետք է ունենանք ավելի նեղ դիմագծեր։ Իսկ ինչ վերաբերվում է երանգավորմանը, արվելու է բալայա շերտես տեխնիկան եւ երանգավորումը լինելու է ավելի սառը երանգների մեջ։ Եվ ես հույս ունեմ, որ Կարինան իմ սանրվածքի միջոցով ավելի երջանիկ եւ ուրախ կլինի եւ ցույց կտա իր էմոցիաները։ Վարսահարդար Հասմիկը ինձ խորհուրդ տվեց, որպեսզի բաց երանգների մեջ մազերս հարդարի, որպեսզի իմ մուգ մաշկի հետ ավելի համահունչ լինի։ Երանգի հետ կապված Հասմիկը ինձ ասաց, որ տեսնում է ավելի բաց գույների մեջ, իսկ մազերիս կտրվածքը ավելի շերտավոր, որպեսզի դեմքս ավելի երկար երևա։ Եվ ես անհամբեր սպասում եմ այդ փոփոխությանը։ Աննա, մենք ունեինք հստակ խնդիր Կարինեի կառուցվածքին համապատասխան ընտրել եւ կերպար, եւ դիմահարդարում, եւ սանրվածք։ Պատմիր քո թիմի կատարած աշխատանքի մասին։
Այո, խնդիրը շատ ճիշտ ձևակերպեցիր Լուսինե, եւ բացի այդ բոլոր խնդիրներից նաեւ ունենք մեկ կարծրատիպ հանել նրան մուգ գույներից, քանի որ Կարինեն շատ է ուզում շտկել իր կազմվածքի որոշ առանձնահատկություններ, այստեղ նաեւ աշխատել ենք այն բանի վրա, որ մուգ գույները միշտ չէ որ օգնում են մեզ այդ հարցում։ Իսկ եղել են դժվարություններ գնումների ժամանակ եւ ինչպես էիք գալիս համաձայնության։ Այս դեպքը այն դեպքն է, որ բացարձակապես ոչ, երբ որևիցե դժվարություն չենք ունեցել, Կարինեն սրտանց բացվել է այս նախագծի համար եւ ամբողջությամբ վստահել է process-ը ինձ, բնականաբար Վարսերի եւ դիմահարդարման հետ կապված մյուս մասնագետներին եւ շատ գովելի էր, որ նա լսեց բոլորիս կարծիքները եւ գնաց այդ քայլին նոր ոչ կերտելու համար իրեն։ Իրականում Աննա, սա շատ կարևոր է, երբ Կարինեն իսկապես բաց էր բոլոր փոփոխություններին եւ ուզում եմ մի փոքր պատմես նրա նոր ոճի, նոր կերպարի մասին ընտրված եւ նոր իրեն այստեղ հրավիրենք։ Բարի, Կարինեի համար հավաքել ենք աշնանային զգեստապահարան, ներառելով ավելի բաց տոների հետ կապված գույներ։ Մուգ գույները դրել ենք մի կողմ, մուգ գույները դրել ենք մի կողմ, խառը պրինտերը դրել ենք մի կողմ, ավելի մոնոտոն լուք ենք ստացել եւ նրա նոր վարսահարդարումը, վարսերի գույնը կարծում եմ միասին շատ համահունչ են նայվելու։ Ես անհամբեր եմ, ես առաջարկում եմ նրան հրավիրել այստեղ։ Կարինե, խնդրեմ։ Շքեղ է։ Հիացած եմ, հրաշք կերպարանափոխություն։ Շատ լավ է ստացվել։ Հուզված եմ նույնիսկ, խոսքեր չեմ կարողանում ինքս ինձ ասել։ Կարինե, հրաշալի տեսք ունեք։ Շատ գեղեցիկ կերպարանափոխություն է ստացվել, շատ հուզիչ է։ Աննա, թույլ տուր շնորհավորել քո եւ քո թիմի կատարած աշխատանքը, հրաշալի է ստացվել։ Կարինե, որ հատվածն է ամենաշատը ձեզ մոտ տպավորվել եւ դուր եկել կերպարանափոխության ընթացքի մեջ։ Զգեստների ընտրության ժամանակահատվածն յուրաքանչյուրին է դուր գալիս։ Այո, շոփինգի թերապիա ենք մենք միասին անցկացրել։ Դժվարություններ, անհամաձայնություններ չեմ կարող չհարցնել նաև Կարինեին։ Եղել են դժվարություններ վարսահարդարի հետ կապված մազերի զերանգները չի պատկերացնում ինչ գույն կարող ենք ստանալ, բայց հրաշք փոփոխություն է կատարվել, շատ գոհ եմ ոճաբաններից, ինչ որ սպասում էի դրական էներգիան լիովին ստացա, ապրում եմ այդ ապրումները։ Կարինե, պետք է ասեմ, եւ կերպարը, եւ վարսերը, եւ դիմահարդարումը իսկապես ամեն ինչը շատ համահունչ է եղել, ամբողջ կերպարը ոճը փոխվել է։ Կարինե, կարծում եմ անհամբեր սպասում ես եւ քո աղջկա եւ քույրիկի արձագանքին։ Այո, իհարկե սպասում եմ, քույրիկս անակնկալ է արել եւ պատահմամբ ժամանել է Մոսկվայից եւ պետք է դիմավորի ինձ աղջկաս հետ միասին։ Ես անհամբեր ուզում եմ տեսնել այդ էմոցիաները, բայց մինչ այդ թույլ տուր մաղթել, որ ոչինչ երբեք չհետաձգես այս կյանքում, միշտ առաջ նայես եւ թող նոր ոճը միայն դրական լիցքեր հաղորդի քո կյանքին։ Այո, ես ստացա այդ դրական լիցքերը, շատ շնորհակալ եմ, որպեսզի կարողացամ մասնակցեմ այս հաղորդմանը եւ նորովի ինձ տեսնել նոր ոճի մեջ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Աննային եւ Աննայի թիմին։ Շնորհակալություն ձեզ եւ շնորհակալություն Կարինեին։ Սիլվի ջան, այնքան հետաքրքիր է մամային ոնց են ձևափոխել։ Իսկ ասած ինձ էլ Ինձ թվում է, որ մամային ավելի շատ դասական, կանացի, հագուստ են ընտրելու։ Ես էլ սպասում եմ, տեսնեմ շատ անհամբեր եմ իր կերպարանափոխվելուն։ Շատ սիրուն ես, մամ։ Ես եմ շատ ճիշտ ընտրություն էր։ Շատ դուր եկել շատ գեղեցիկները, ընդհանուր էս նյութերը, կտորները, շատ սիրուն է։ շատ կարին էլ է պատտվի։ Վաու, մազերն էլ է շատ սիրուն հարդարված, մեյքափը դիրա, հրաշք։ Վերջնական արդյունքը ինձ շատ դուր եկավ, չէի սպասում այսպիսի արդյունք, բայց ես շատ գոհ եմ։
Ինձ համար շատ կարևոր էր Մարիկի կարծիքը ու սպասելիքները արդարացված են։ Կարծում եմ այս հաղորդումից հետո Մարիկը արդեն կսկսի իր վրա ուշադրություն դարձնել հագուստը գնելիս ու ես էլ ամեն հարցում կաջակցեմ նրան։ Հիացած եմ ոճաբանների աշխատանքով, անհամբեր սպասում էի փոփոխությանը, հիացած եմ վարսերի երանգավորումից, հուսով եմ, որ իմ քույրիկը այս հաղորդումից հետո անպայման կփորձի պահպանել այս ոճը, որովհետև նա ավելի կանացի, ավելի էլեգանտ տեսք ունի։ Ինձ թվում է, որ ինքն էլ շատ հավան է, ես անչափ գոհ եմ եւ շատ շնորհակալ եմ հաղորդմանը։ Շատ ուրախացա տեսնելով Կարինեի վերջնական արդյունքը։ Շատ ուրախացա, քանի որ նա երջանիկ էր։ Եվ նոր դիմահարդարումը, վարսահարդարումը, վարսերի գույնը իրոք կարողացել են փոխանցել այն ամենը, ինչը մենք մասնագետներս ցանկացել ենք իրականացնել հաղորդման ամենասկզբից։ Ես ոճաբան Աննայից շատ շնորհակալ եմ, նա հրաշք փոփոխություն կատարեց։ Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար, այս ոճը ինձ շատ դուր եկավ, շատ զարմացեց եւ ավելին է կատարվել, քան ես սպասում էի եւ այն կկիրառեմ իմ առօրյայում։